Տղեկ ջան, եկեք սկսում ենք բանից։ Ինքը սովորական JavaScript չի, ինքը սովորական HTML չի, հա տղեկ, ինքը մի հատ կոպիտ ասած առնի զավոդ է սարքած։ Գնում ենք Angular-ի օֆիցիալ դոկումենտացիա։ Գերեք տղեկ Angular getting started։ Հա, բայց էսի հին բանա բերի։ Այդ 20-ը մտեք։ Այսի բացեք, Angular Dev tutorial, այս էջն եմ ուզում տղեկ։ Տղեկ ջան, այս Angular-ի կայքը, արա էսի եմ սիրում Angular-ը, տղեկ, հələ նայեք։ Այս getting started-ը որ գնում ես, չի բերում։ Գուրգեն ջան, իմ մոտ նայ, օրինակ, հեսա նայ, այս երրորդը։ Getting started։ Հա, ոնց մեկա, ոնց ուզում, հələ սպասի գրեմ պրոստա Angular։ Դե շո, ուրեմն մտեք։ Հեսա։ Տղեկ, նայեք, այս բառը գրած ասում է սովորել Angular, learn Angular։ Տղեկ ջան, դա Angular-ը գիտեք ինչն է լավ է, Angular-ը ասում է եղբայր, կարաս մտնես, ես քո համար գիրք եմ սարքել, հատար-հատ կաս։ Այսինքն, տղեկ, իմ բացատրած սաղ նույն թեման, դուք կլակ ստեղով կարդալով վերթով կդ։ Օրինակի համար եմ ասում, այսինքն յուրաքանչյուր բան, տիկ, եթե դու աղբյուրից օգտվելու խնդիր ունես, կամ ինչ-որ բան ես ուզում սովորես եւ այլն։ Հալիս ես մի անգամից Angular ու սիրուն ակուրատնի էթում ես, հա, ինքը ունի էթ։ Այդ ես 20-ը։ Տղեկ, ուրեմն նայեք, Angular ունի վերսիաներ։ Angular-ի ամեն առաջի վերսիան եղել է Angular JS-ը կոչվել, հա։ Տղեկ ջան, հետո այս Angular-ը մի հատ շատ կարևոր լուրջ առանցքային փոփոխություն են արել ու դրանից հետո սկսել են համարակալել։ Տղեկ ջան, Angular-ի ամենաառաջի վերսիան սկսվում է, նու, ենթադրենք Angular 5-ից, բայց Angular 5-ից չի սկսվում։ Այստեղ որ սխտում եք, վերսիա 20։ Հիմա նայեք, տղեկ, ամենավերջի վերսիան Angular-ի, տղեկ ջան, ոնց այ բանը PS 2018 կա, բան կա, չէ՞։ Նույնը սա վերսիաներն են տղեկ։ Ուրեմն Angular-ի ամենավերջի վերսիան եղել է վերսիա 20-ը, որը որ մենք չենք կիրառելու, մենք օգտագործել ենք 19-ը։ Ասեմ ինչի, որտեղ վերսիա 20-ը նորահել է, փորձարկված չի, լիքը խնդիրներ կարող ունենա, որոնք որ դեռ բացահայտված չեն։ Դրա համար մենք միշտ խուսափում ենք վերջի վերսիայից, հա։ Ամենավերջի վերսիայից։ Միշտ օգտագործում ենք վալաջան նախավերջի վերսիան, մինչև ոնց որ իրանք դզեն տակցել։ Գրադարաններ կա Angular-ի համար նախատեսված տղեկ, որ կարողա չհասցնեն update անեն, սարքեն 20-ի համար, հա, դրա համար էլ, այսինքն եթե նույնիսկ Angular-ում խնդիր չլինի 19 վերսիայի հետ կապված կամ 20 վերսիայի հետ կապված։ Տղեկ ջան, լիքը գրադարաններ կա Angular-ի հիմնման վրա գրված, որ գոնե դրանք հասցնեն մի քիչ փոխել։ Կոպիտ եմ ասում, տղեկ, մոտավոր ցես պատկերացրեք։ Յուրաքանչյուր նոր վերսիայից հետո մի կես տարի թողում ենք հեչից անցնի վրա։ Սա մի հատ թարազուի կա նոր օգտագործում։ Հեմի, տղեկ, հեմի։ Եկեք մի հատ վախենալու բառ ասեմ, տերմինալ։ Հեմի նայեք, տղեկ ջան։ Այ հիմա սկսում է իսկական ծրագրավորումը, հա։ Այն կինոների մեջ որ նայում եք, բանսես բաներ են գրում, վերևից թվեր են իշում։ Հա մի հատ ապուշ կամանդ է գրում ես հավայի թվեր է գրում։ Հա, բայց իրոք կա դիք։ Ոչ մենք այդպես ապուշություն գոյություն չունի, չէ՞ դիք։ Էդի զուտ խաղա ջո, գիշ ոնց որ Մարիոն, հա, նույնը միացնես տերմինալի մեջ դες թվեր է լցվում։ Չէ, դիք դες գոյություն չունի դες բանը։ Просто միակ հեքիաթային պատկերացումն է, որ կարելի է ունենալ ծրագրավորողների մասին, է։ Ահա, տղիկ ջան։ Angular-ի, եկեք սարքում եմ ամենաառաջի էջը իրանց։ Եկեք ստեմետի կոնկրետ բացում ասում, հա։ Արա տղիկ, ենքան գժանոց բաներ ունի, առաջի պրոյեկտ սարքելուց բռնած, բան արած։
Շատ հավես։ Նայ տղեկ, օրինակ որ մտնում եմ տուտորիալների մեջ, ունի 3 հատ, այս է, նայ տուտորիալ։ Նայեք տղեկ ջան, ուրեմն կա մի քանի հատ բան։ Պրոստը կարդալով սովորել, հա, որ եկեք առանձին բացեմ, որ ուսումնասիրեմ։ Ուղղակի տես ասում ախպեր ես, կարաս ասում տիկ ջան, ըստ եկերես օրինակ, փոփոխություններն անես, ըստ նայես։ Հարմար չի։ Երկրորդը, տղեկ, ասում ախպեր, կարաս քո սեփական բանը սարքես, տղեկ ջան, տեսեք, էլ վիդեոներ ունի, էլ օրինակներ ունի, որ ինչ պետք է լինի։ Հաթա ամեն ինչ նշվում է, հա, տղեկ։ Նայ վիդեո կա ամեն բանի համար։ Այսինքն Angular-ը ինքը իրանով տղեկ, ինքը մի հատ գիրք է սարքել իր համար, որ դուք չդժվարանաք, հա, սենց ասեմ։ Տուտորիալի մեջ էր, էլի։ Թե ես եմ առաջի կարող եմ ասել, բան չի դրա, բայց ես աշխորհում եմ Հիմա նայեք տղեկ, մինչև այս Angular-ի կայքին մանրամասն ավելի ծանոթացնելը կա Angular CLI. Հետագում որը էլի տղեկ ջան, Angular-ի կայքի մեջ, հա, docs-ում էր։ Docs-ի մեջ, տղեկ, կա overview։ Docs-ի overview բաժնում, տղեկ ջան, որ կա մի քիչ ներքեր, ուրա։ Getting started basic. Local setup։ Հա, overview-ի տակին նա ոնց որ, չէ՞։ Ահա, իդեալական է, տղեկ։ Local setup։ Ուրեմն տղեկ, գոյություն ունի մի հատ npm կոչեցի, հա, տղեկ, npm կոչեցի։ Ահա, Տղեկ, քանի որ սա ուղղակի հենց այնտեղը չի աշխատում ու իրան հավելյալ ուրիշ համակարգչային ծրագրեր են պետք, հա, տղեկ, ուրիշ ծրագիր է պետք, որպեսզի այս ամեն ինչը մենք կարողանանք անել։ Էսի հələ հետ։ Հասել ենք տղեկ, այս local setup-ը սա սկսել ենք, okay։ Չես քրել Գուրգեն ջան, հա? Հələ արի docs։ Ահա։ Ահա, ներքևը վերևը տես կա գրած overview ու տակը local setup։ Ինչա առաջինայից չէ։ Ես просто ուրիշներ։ Հա, okay։ Հəմի նայեք, տղեկ, լավ, հələ այս էջը բաց թողեք, պրոստը հիշեք, որ էսի կա, ես կարամ հիմա ուղարկեմ է ձեզի բանով, լավ, էսի հետո այս չաթով կուղարկեմ։ Էդի local setup-ը։ Տղեկ, ես Angular-ը դեմիս պետք է կոմպի մեջ նստեցի, ոնց է օրինակի համար խաղ, որ քաշում եք, խաղ պետք է նստեցիք, չէ՞ կոմպի մեջ, նույնն էլ էսի է։ Տղեկ ջան, գրում ենք ուրիշ տեղ, գրում ենք node.js install։ Ուրիշ ենք։ Հա։ Կարա լինի, հա։ Մտնում ենք այստեղ, download node.js, կարդիք։ Նայեք, տղեկ ջան, կարող գաք մի անգամից քաշեք, օրինակ 22 վերսիան։ Տղեկ, այս LTS-ը գիտեք ինչա գրած։ Քաշում ենք մենք մենակ այն վերսիաները, որոնց կողքը գրած է LTS։ Ասեմ ինչի։ Այդ նշանակում է long term support, այսինքն երկարաժամկետ support պատժեշկա կա։ Այսինքն կոպիտ ասած ամենագարանտիայով վերսիան, ամենալավ վերսիանը։ Պատկերացիք, չէ՞ Վալեր ջան։ Node.js-ը Վալեր ջան, կապ չունի Angular ես անում, Node ես անում, այսինքն հենց backend ես անում, թե ինչ ես անում։ Node.js-ը ծրագիր է հատուկ համակարգչի համար, որը որ օգնում է Angular-ը մենակ ինքը իրանով չի, էլի։ Դա կա 1000 աշխատում, էլի։ Այդ մենակ JavaScript չի, տղեկ ջան, այդ իր տակից իտոգում աշխատող լիքը բաներ կա, էլի։ Որ բան Ընտրում ենք 22 վերսիան։ Windows չի։ Точно չէ։ Ահա, դա Windows-ի վրա ենք սխմում, Վալեր ջան, դու պետք է քաշես macOS-ի համար։
Ջան։ Չէ, դրանք կարաս ձեռ չտաս, այս ներքևը ուրիշ բան կա, էլի որ դրա համար։ Լավ, եկեք ստեղով քաշենք մի անգամից։ Տեք, հեսա։ Այս Windows installer MS-ի, հա, Վալեր ջան, քաներես Վալեր, դու սրանով պետք է անես, Վալեր ջան, դու ես սրանով արա, էլի։ Արա, բայց հələ սպասի, էլի։ Հեսա քո installation-ը կասեմ, Վալեր ջան։ Տղիկ, էսի ենք անում, գուրգեն ջան, այս Windows installer-ը։ Պետք է արել ես, հեսա այս download-ը որ էլի բրծնի, այս, բանիկ էսի քաշեմ։ Վալեր ջան, դու քանի որ տարապած ես բանով, մանկից, բայց ոնց բացեց։ Հա, հեսա, լավ, հեսա, օքեյ, հա։ Այս քայլերն ա բերեմ։ Okay, okay։ Քաշել եք, ահա, գալիս ենք բացում ենք էսի, այսի։ Ու հերթով պրոստը next ենք սխում։ Հա։ Առաջինը next սխվեցի, ոչ չէր բանա, print, Ես պրոստը չեմ կարող անել, էլի մոտ արդեն կա։ ինչ անեմ, էլի next, Սավ next, այնքան գնացեք next, մի քիչ finish բերի, տղեկ։ իսկ Թող քաշի, մի ֆրազնա, դի կոմոդ որպեսի տղեկ ջան, հեսա լավ, էդի թոպրծնի նորաս։ ինչ անեմ, Պրոստը սպասի, քաշեց։ ասեմ դա, finish անեմ, Всё, ինչ всё, սպասի, ոչ մի բան պետք չի ուրիշ։ անեմ, Որպեսի տղեկ վստահ են, Գուրգեն ջան, վստահ, պետք չի Գուրգեն ջան, էդ ինչ-որ մի տեղ լինի, սպասի։ Բացում ենք command prompt, գրեք, տերմինալում տղեկ այս poisk-ի տեղը։ Իմ մոտ ստեղ էս ներքևս էս բան։ Windows-ի search-ը տղեկ, պրոստը կամ program-ը։ ինչ դրենք, CMD, դե, ու enter։ Բացվել է սենց մի հատ պատվան։ Հա։ Վալեր ջան, քո մոտ install եղել է։ Ահա։ Okay, լավ, նստեցրու։ Հենց բան եմ անում, որ okay է, Վալեր ջան, արդեն դու նստեցրու, ոչ կապ չունի, էլի Windows-ական։ Գրում ենք տղեկ, node, մի վարկան տենամ սենց էր, no, նայ մոտել է 20 տիկ։ Տղեկ ջան, նայեք, գրում ենք սա կոչվում է տերմինալ, հա, որոշակի բաներ կա, Գուրգեն ջան, որը որ նախատեսված Всё, okay, լավ է, պետք է չի։ Հիմի Վալեր ջան, բացում ես տերմինալ, new terminal։ Պետք է որ քո մոտը տենց էլի new terminal արա, պետք է բացի։ նով եմ դրել, Shell command ոնց են բացում։ Վալեր ջան, էսա opener քո այդ տերմինալ on Mac։
Launchpad icon ունես դու։ Ահա, ասում եմ դրան կտցրու, then click terminal։ Type terminal, search-ի տեղ ունես Mac-իդ մեջ։ Գրի terminal բառը։ Գուրգեն ջան, դու բան արի քեզի տակ։ Նոտ, պրաբել։ Գիտար վալրջում, դե բացի ու նույն բանը դու գրի։ Նոտ, պրաբել, մեջտեղի գծի։ Всё, բեր։ Всё. Հա, Այս երկուսը խալա խնդիր չի։ Մեծ բան բացի։ չէ, ոչ մի բան չի բացելու, տղեկ ջան, նայ, եկեք մի հատ բացատրեմ այս սև բանը ով է։ Հեսի այդ ձեր կինոների մեջ տեսած տերմինալ կոչված։ Այդ վազող թվեր բան, այդ կանաչ բան, այդ դրա մեջ, սրա մեջ է այդ կատալ։ Տղեկ, երբեմն որոնա մեծամասամբ շատ ֆունկցիոնալներ ու շատ բաներ, Գուրգեն ջան, պահված է օգտատերերից, սովորական օգտատերերից։ Այսինքն կոպիտ ասած, եթե դու մարդ ես ով որ հաշվապահա, իրան այս սև բանը պետք չի։ Իրան ավելի շատ պետք է Գուրգեն ջան, այսպես պուպուշ icon-ներ, որ Chrome մտնի, Visual Studio, poisk, նայ, այսպես պուպուշ բաներ է պետք է իրան։ Այսինքն իրան պետք չի տղեկ ինչ-որ հատուկ եսի ինչ, բայց ծրագրավորողին է քիչ է այս ամեն ինչը տղեկ։ Հա, այսինքն ծրագրավորողի համար սա շատ քիչ է, այսինքն լիքը գործիքներ կա այդ տակից, որ դու պետք է օգտագործես, հա, որոնք որ սենց պուպուշ ձևերով չի երևում։ Հիմա տղեկ, որպեսզի մենք օգտվենք շատ ու շատ լիքը ֆունկցիոնալներից, որոնք որ իրականում նախատեսված է, որ ծրագրավորողները օգտագործեն, հա, բայց թաքցրած է կոպիտ ասած, դրա հետ աշխատելու համար տղեկ ջան, մեզ պետքա տերմինալ կոչված։ Նորից հիշացնեմ, դե մակում տերմինալ բառն է, հենց իսկ այստեղ command prompt, հա, command-ն է լինիա, то есть կամ չգիտեմ ոնց է ուրիշ command-ն ստրոկա է, ինչ է տենց թարգմանությունը, էլ։ Հա, կամանը ստրոկ։ Հա, տենց, հա։ Ինքը ինչի համար է, ինքը ոնց որ ասում ախպեր, դու ինձ հրամաններ տուր։ Տղեկ, այս բառերը, որ գրեցինք ես, Node-ի version-ը, էսի Հարի Պոտերի հետ вообще կապ չուներ։ Էսի հրամաններ է, կոնկրետ բառեր է, որոնք որ չես կարող ուղղակի ինչ ալի ֆրանգի բառ ուզում ես գրես, որ այստեղ լինի։ Մի անհանգստացեք, ոչ մի բան պետք չի տենց անգիր հիշել, հա։ Ես չեմ կարող Node-ի վերսիան ստուգեմ, Node-ը հիշում ենք ինչն էր։ Այս նորվա մեր կանաչ գույնի այդ բան որ քաշեցինք, հա։ Էդի նոդներ, տղեկ, նոդը պետք է նրա համար, որպեսզի աշխատենք եւ Angular-ի հետ եւ հետագայում Node.js որ անենք նոդը էլի պետք է գալու եւ այլն, հա, այսինքն կոպիտ ասած React թե անես, թե ինչ անես, հա, այսինքն ուրիշ գրադարաններ, տեխնոլոգիաներ մի քիչ բարդ որ անում ես, նոդը պարտադիր է որ ունենաս համակարգչի մեջ, okay։ Նոդը օգտվում է քաշենք ինչ-որ տեղերից գրադարաններ տղեկ, հա, քաշենք հենց որպես այդպեսի։ Դուք ինչ էիք անում JavaScript-ով տղեկ, գնում եք HTML-ի մեջ ցիրկա էիք կպցնում։ Սա հարցը թողում եք բրաուզերի վրա, ասենց ասած։ Բայց հիմա տղեկ որպես Angular developer-ներ, հա, դուք այդ ամեն ինչը գրելու եք ձեռքով, այսինքն դուք քաշելու եք ինչ-որ մեկի կոդերը նոդի միջոցով։ Նոդը, տղեկ, նոդը։ Եկեք մի հատ ծանոթացնեմ npm-ի հետ։ Ինչը Լավ, թողնա հեսա դեսի что կգամ ես։ Հա։ Ուրեմն տեսեք, npm կոչվածը, տղեկ, Node Package Manager։ Ասում եմ Node-ի Package Manager-ն է ես։ Node-ի մենեջերն է, այլ։ Տղեկ ջան, ուրեմն Node Package Manager-ը հրաշք վայր է, որտեղ մարդիկ ամբողջ աշխարհից տղեկ գցում են լիքը պատրաստի գործիքներ։ Երբ որ Axios-ը ենք օգտագործեինք, չէ՞ տղեկ։ Նայեք, էլի npm-ում ա բերում։ npm-ը տղեկ կայք է, սենց պատկերացրեք, արժույթը այդքան է, կայք հարթակ է, սենց ասած։ Դալեր ջան, այս հարթակում բոլոր բարի ծրագրավորողները ստեղծում ու Գուրգեն ջան, գցում են կոպիտ ասած, հետաքրքիր ու լավ գործիքներ։
Դիք ջան, որպեսզի դու այդ գործիքները օգտագործես կամ պետք է տանես քո HTML-ի սկրիպտով կպցնես HTML-ը, ոնց որ Axios-ն էին կանում։ Կամ էլ տվեք ջան, պետք է արդեն node-ի օգնությանը դիմենք, այս node-ը, որ նոր քաշեցինք։ Ասենք գնա քաշի բեր։ Հա, ինչ անում node-ը Գուրգեն ջան, գնում է այս npm կոչվածից, քաշում, բերում է ինչ որ հատուկ կայք։ Հատուկ պապկա, ուղղակի պապկա։ Okay։ Այսինքն node-ը մի հատ բարի կերպար է, ով որ գնում է, տղեկ ջան, ինտերնետից գտնում է։ Այսինքն տեսեք, node-ով չես կարող ինչ որ բան քաշես, եթե ինտերնետ չունեն։ Այն node ինչ կար է ախպերը, տես կինոներ, մինոներ քաշելու մի հատ կայք կար, բան կար, ինչ էր կոչվում։ Այս կոմպի ծրագիր էր, Ինտեր դառա բանալը տարօրինակ։ Ոնց որ տեյր։ Ինչ բրազեր, Տորենտն ինչ էր։ Տորենտ։ Ինչ էր տորենտը, տայք ինքը օգնում էր, որ ինչ որ տարբեր հարթակներից ինչ որ ֆիլմեր քաշեի եւ այլն, հա? Կամ պարտադիր չէ ֆիլմը, դե եթե չեմ սխալվում խաղերի կա, չէ՞, հա։ Հավի նայեք, տղեկ ջան։ Նույնը մեր համար նոդն։ Նոդն էլ ծրագրավորողների համար է, դի տղեկ, որպեսզի դու գնաս, քաշես քեզ համար նախատեսված այդ հիասքանչ ու չքնաղ գրադարանը, որը որ գրել է մի հատ բարի ծրագրավորող։ Հա տղեկ։ Որպեսզի այդ բարի ծրագրավորողների քաշած ցածները մենք օգտագործենք, նոդին կխնդրենք այդ ամեն ինչը կան։ Ոնց որ մյուս Angular-ը ոնց էր, չէ՞, դիք ուներ իր վերսիաները։ Մենք օգտագործեցինք Գուրգեն ջան, օգտագործել ենք Angular 19 վերսիան, չէ՞։ Էդի հետ չէ։ Էս user, C user, C#, էսի կոմպյուտեր։ Angular Հետ չէ, միան միտմատս կպավ պրոստը բանալի սենց։ Համի նայեք, տայք, այս նոդի վերսիան ուղղակի ստուգելու համար էր, արդյոք մեր մոտ նոդը նստել է Վալեր ջան, թե չէ։ Որովհետև եթե ինչ որ ծրագիր չկա ու դու գրում ես պրոստը նոդ, ինքը ասել է, որ եղբայր, ես չեմ ճանաչում ով է նոդը, գրելու աստեղ անգլերենով node is not ոնց է JavaScript-ում վերում ասում ատես փոփոխական չկա։ Նույնն են էսի ասում, կոմպ ասում ախպերի մոտ node անունով, փոփոխական չկա ախպեր, եթե չես քաշի։ Պատկերացրեք ինչ է կատարում, տղեկ։ Եթե ձեզ թվում է մենակ JavaScript-ում է փոփոխական հասկացությունը չէ։ Նույնն էլ կոմպի համար գոյություն ունեն փոփոխականներ, եթե նստածրած չեղավ չի գտնելու փոփոխականը error տա։ Հիմի Angular նստացնելու համար, տղեկ, ինչի մենք գնացինք node-ը նստացրեցինք։ Հա? Angular-ը նստացնելու համար, Angular install անելու համար Գուրգեն ջան կոմպիտ մեջ պետք էր node։ Ցեպշկա Node-ը պետքա որ Angular-ը նստացնես։ Angular-ը պետքա որ Angular-ի պրոյեկտ սարքես ու Angular-ի հետ գործ անես, okay։ Վալեր ջան, Node-ը նստացրել ենք, ունենք, որ գնում ես node - version աշխատում է քո մոտ։ Ցույնա, всё, տղեկ ուրեմն։ Այդ Всё, ինքն է։ Տղեկ ջան, գնում ենք Angular dev-ի, այս tools CLI setup local concrete edge-ը, որտեղ, այստեղ եթե մտել եք, էլ բան մի։ Ես վերա Angular dev։ Local setup-ը։ Հəl բացած էր Google-ն մոտ, հա։ Տղեկ ջան, էսի copy ենք անում կամ էս այստեղ copy բան կա, նշան կա։ Copy ենք անում, բերում ենք, դնում ենք տերմինալի մեջ, այստեղ control V ենք անում։ Ոնց է control C, control V։ Այստեղ։ Էսի ոնց է։ Նայ, Վալեր ջան, լեկիք էսի փակել։ Ոնց էինք вообще տերմինալը բացում։ Գրում եք CMD կամ տերմինալ։ Կայնիլը գրեմ տերմինալ, բերում։ Նայ, որ դաժե գրում եմ տերմինալ, տղեկ ջան, բանով բերում է։ Դաժե Windows-ով command prompt-ի վրա է բերում էլ։ Linux-ով Mac-ով terminal, Windows-ով command prompt։ Command prompt-ը բացում ենք։ Ու copy ենք անում այս հղումը, այս։ Բերում ենք այստեղ, տղեկ ջան։ Control V ենք անում։ Ու սխպենք enter։ Տղեկ, այստեղ մենակ կլավիշ է աշխատում։ Շիբայինուս պրոցեսոր Angular-ը նորից դեռ բան։ Դերսից կոմպոտ։ Հա։ Կոմպոտ արի Angular-ը բանը։ Դե կես դիպոսն է։ Այդ մեր գուգին կողմից դանը վերևի հողում կողմի արած։ Դրսի այս Հիմա, հա, մի հատ ըմի նայելու ինչ խնդիր ես ունենալ։
Հա։ Տղեկ, որպեսի բան անեք, եթե բանեք գրումը փոշմանում եք, Control-C եք սխմում։ Հա, ինքը հիմա տղեկ ձեր մոտ մի հատ պրոցես է ընթալնալու, Enter-ը սխմել ենք։ Գուր վալը ժակոմատ պրոցեսները գնում են։ Հələ մի հատ քո էկրանը շեյր կանես նա։ Թող էցա դու գեցում նա լոդինգ է։ Բայց ես քիչ ապրել Կոմոդ է ռոյ։ Հələ մի վերջան վարեցում։ Հա, все, օքեյ, բուգին կոմոդ է։ Հələ, հա, բալը չան։ Հա։ Նա մեծի լեն կբացես, մեծ կբացես։ Ամրես։ Ճադեցրա։ Հաստալա։ Ահա, մի վարկյան, ահա, համի enter արա նորից։ Մեծացրու էլի, էդի որ անդոտ իրան լեն դենան։ Ահա։ Չէ։ Հələ գրի բալր չան, այսպես բան կարաս գրես կոմոդ։ Node կներես npm լավ, հələ կարաս քո բանը ստոպ տաս պրեզենտացիան։ npm մեջտեղի գծիկ version։ Այսքան օքեյ է այդ մասը նստած է լավ, մի վարկյան։ Սետապները մինչև անցնենք, տայք սաղս հոգին դուրս է գալու գիտեք, չէ ամենազ զոր ժամանակատար բանն է, ու մոտ ինչ խնդիր ասես կարող է տա։ Բալր ջան, քո մոտ sudo command կա, չէ։ Գերի ուրեմն ըսման, հենա տակը տես Unix permissions։ Sudo-ով քաշի, քո մոտ։ Քո մոտ Բալր ջան, sudo նշանակում է սիստեմի այն ամենալուրջ մարդն է, ջոգիր։ Քո մոտ օրինակ կարա չթողի, որ ինչ-որ բան քաշվի, բայց որ sudo-ով ես գրում, այդ նշանակում է, որ всё են, գեներալը հայտնի։ Այավես։ Քիչ դեպերը точно է, չէ՞։ Точно, սա точно։ Հեսակ ստուգենք Գուրգեն ջան համը։ Հարգելի Windows օգտագործողներ։ Դուք այս մասը copy ենք անում։ Բայց copy արեք ասա։ Էսի ադարազվի բան է տվեք, հետո եթե ինչ-որ ուրիշ տիկ, օրինակ դու որ գնաս քո տան կոմպի վրա անես, վիդեոյով կնայես այս քայլերը, հա։ Ուրեմն այսի Գուրգեն ջան copy ենք անում։ Բայց տղեկ գրում ենք ստեղ, գրում ենք ոչ թե Վալոր ջան, էսի դու քեզի պետք չի։ Գրում ենք PowerShell, տենում եք Windows PowerShell, այս։ Power բառը որ գրեք search-ի մեջ կբերի PowerShell արդեն։ Այս բանի մեջը դու Search-ի մեջ, բա։ Կապուտի մեջ, չէ։ Այս ստիկ ջան, դնում ենք ու ենք սխմում։
Նայ, էդի սենց ես անում դիք։ Բերում ասես, մի հատ ես տալի, ես գրում։ Մեծատալով է։ Գուրգեն ջան, էդի գցիր այսի։ Նոր եմ կապուտված։ Ահա, համի էսի որ կոպի արստեղից, այսի։ Կոնսոլ նրան է։ Հա, Control VR-ը enter սխմի, որից հետո մի հատ հարց է տալի։ Գրում ենք շնիկ է, մեծ Shift Y սխմենք։ Shift Y։ Ես Shift Y։ Հե Վալեր ջան, քո մոտ ուր հասավ, sudo-ով install անում ա։ Հա, հավաքի։ Կոմպի parol-ն ա ուզում։ Հա ջան։ Կոմպիտ։ Բայց էդի չբեր ավակը։ Փուլի մեջ երկար բան է, դրանց դիք չբեր, պրոստը։ Էսա բեր։ Դա կոմպերից կախված է, դա դե շատ մի բան արի։ Հեսա կստուկ ենք նստելա թե չի նստել։ Չէ, մի անգամ, առաջի անգամ, էսի առաջի անգամ նստելն է դժվար։ Ոնց է խաղը դիսկուսպես դժվար է, չէ՞ դա։ Իրանցի ամենակապ դինամիկ չի Չէ, պրոստը ուդորը բացի երկա բան է դրանց կանցը։ Ահա, որպեսի հələ նայեմ Վալեր ջան, նա screen share կանես։ Տայք ջան, նայեք, տերում ես run the application-ը որ կա։ Կա, համի, նայեք, սենց մի հատ բան եք փորձում, տերմինալի մեջ գրեք։ Ոնց էինք node-ի վերսիան ստուգում։ Angular-ինը node չի, ng-ը։ Angular։ ng մեջտեղի գծիկ մինուս version։ Այս բան էլի։ Սենց ng parabel, տղեկ ջան, մի գծիկ version։ Version։ Հա։ Շո։ Այ ապրես, իդեալական, այսքան տղեկ, հիմի զակոնի ջերմը նստած է Angular-ը։ Երկրորդ անգամ ես նույն բանը, նույն կոմպի մեջ պետք չի անել։ Всё։ Angular-ը ձեր համակարգի մեջ, հա։ Սպասում է իրան։ Վալեր ջան, հələ մի հատ էս տերմինալը լենով կբացես, տենամ ես ինչ հայ է շծի քո կոմպը։ Վալեր AnyDesk ունես կոմպիտ մեջ։ AnyDesk։ Լավ, չէ, ոչինչ, հələ մեծով բաց նայեմ։ ng parabel equal-ից version։ Parabel Այս password-ը որ գրում ես, այս հիմա ես որ password-ը ուզում մտեք այն էլ է։ Մի հատ control-C արա տերմինալիդ մեջ։ Կամ տերմինալիդ փակի բացի էլ է։ Այդ խաչը փակի ռադարը թազ բաց։ Terminate, հա։ Նորից բացի է Վալեր ջան։ Հենա։ Համի գնա Angular-ը լենք այքը։ Կամ հələ մի վարկյան հեսա ասեմ Վալեր ջան։ Մի վարկյան macOS գրենք install Angular CLI։ Ինչ։ Հա, էդի փակ։ Չէ, պետք չի, մեզ փակն է, вообще ռադարը քվետ։ Համի ստեղ է, որ այդ թվերը գրում էին, անալդ է գրում, Այս save-ի մեջ էլ։
դեդեմ։ Վարժ այս սուդո ու հլա բասի հլա կբացես բանդ հա հլա սկրոլ արա ներքև պրոստը հա բացել ես հլա սկրոլ արա ներքև մի պուջուրեմ են հլա նորից էդի կոպի կանես չէ շատ իչար էդ սուդոյը այդ կոպի արա նորից հա enter-ը ճտացրու password-ըդ գրի գրում ա իրականում գրի enter սրմի տղեկ տերմինալի մեջ պարոլ գրելուց չի երևում բայց գրում ա շատ լավ ա բայց տերմինալին է սա կսովորեք ոչինչ տղեկ անգուլարը բանի պես չի ինչը եղբայր ջան հլը փորձելու համար Վալեր ջան որպեսզի վստահ լինենք գրում ենք տերմինալում ng այդտեղ գրի ng հա parabel մեջտեղի գծիկ երկու հատ մեջտեղի գծիկ version պետք չեն մեջտեղի գծիկները հետո parabel բիթով արանք իրանց մի հատ էսկոմ աջ ստրելկով Վալեր հետարի մի հատ կնա աջ ստրելկով չէ parabel մի արա Մարիոյը որ մի backspace-ին սրտի ջնջի մի հատ աբրես այ մի ճտծր տղեկ տերմինալը շատ սենսիտիվ ա ու շատ զգայուն ա հաջան всё իդեալական ա տեսար նստել ա տղեկ տերմինալում չէ տերմինալում ստուգելու համար տերմինալի հետ աշխատելուց տղեկ շատ զգուշ ենք գնում որ ու շատ երեխեք իրա գրած նամակներին հա շատ կարևոր ա թե ինչ ա ինքը գրում կարդացեք տղեկ պրոստը մի անցեք առաջ դե էս ինչ էր խոսքը հա մի հատ նորմալ կարդացեք կամ տվեք ChatGPT-ին ասեք ախպեր մոտս օրինակի համար sense մի հատ խնդիր ա գցում ինչ անեմ այս պարագայում կոպիանենք գցենք ինչ-որտեղ նամակ այո չէ արդեն ChatGPT-ին 10 գիտի ինչ հատ է կատարվում են այդ ChatGPT-ին այդպես ապուշ բաների համար արժի օգտագործել չէ մի հաջա всё կորզան պիտի փագենք գցենք կողի այդ տերմինալը ժամանակավոր կարաք փակեք Մի բայց չբերեք կոմպի էկրանի վրա գցենք որ էֆեկտիվ Ինչ է, էդի տենց չի գուրգեն ջան, չէ, մոռացի տենց կտեսնելով բացելը մոռացի։ Ծրագրավորող մարդ է, всё։ Հեքիաթները վերջացան։ Ինչ է։ Այդպես փագերա դրա։ Հավաքչումը Տեսել ես 20:00։ Всё, ճտացրա փակ։ Կարող է դու Եմի որ էթան երկրորդը քաշում Չանես դες բա։ Սաղ տալու ես ավելի, սա չանեք դες բան, տա երկրորդ վերսիա վրան չփորձեք նստեք նույն քայլերը ձևի համար փորձելու համար չանեք։ Okay, որտեղ մինչև այդ process-ը անելը դուք ուրեմն պետք է գնաք սաղ polni հետ ջնջեք ամեն ինչը, որ նորից նույն քայլերով հետ գա։ Տակից որտեղ 1000 մի ֆայլ է սարքում, 1000 մի քեշ է պահում ու բան անում, որ մի արեք այդպես բաներ։ Հա։ Ոչինչ որ պրոբլեմը լի կասես։ Կեթաս քայլերով դժվար ես իմ ինչու։ Ահա, տղեկ ջան, всё, համի, տղեկ։ Հիմա ուզում եմ պրոյեկտ սարքեմ, արա, ո՞նց սարքեմ։ Այդ համ դե մի հատ Գուրգեն ջան, այն հին ձևերով պապկա մապկա, չէ։ Չէ։ Տղեկ, ձեռով պապկա սարքել, մարկել, այդպես բաներ չկա, այլ ոչ մի տիպի։ Ինչով ենք անելու Գուրգեն ջան, ճիշտ ես, քո սիրած տերմինալ։ Ահա։ Մեսի ես կոպիանենք ինչ։ Տերմինալի մեջ բայց սերվեր գնացինք բացում ենք հələ ոչ մի բան կոպի մի արեք բացում ենք Visual Studio գնում ենք run չէ կներեք մի վարքյան հեսա գտնեմ գնում ենք go կարող է նաև go-ի մեջ լինի հեսա տղեկ գնում ենք view Վալեր ջան տենում ես քո մոտեսրանք
Ահա, ներքևում կա տերմինալ Գուրգեն։ Տերմինալ։ Տեք ջան, այս նույն տերմինալն է, ինչ որ նոր մենք գրում ենք։ Կպեցինք տերմինալի վրա են։ Ահա։ Ես ասում բան։ Չէ, տղեկ, ես իզուտ տնենց արեցինք, որ մենք աշխատենք ընդամենը մի տեղ։ Որտիկ ջան, ամեն անգամ ես չգնամ, մի հատ անդե դուսը տերմինալ բացեմ, մի հատ Գուրգեն ջան, կամ ըստե բան գրեմ, այժմ։ Ասիթը գործել եմ, այս տիգի սևեքանից կա, ասում Տղեկ, անգուլար անողը երբեք իրավունք չունի այս տակինը փակի։ Ծալի, իջացնի ներքև։ Մի որ X-ով փակենք օրինակ։ Բան են գրել մեջը, օրինակ։ Ինքը save անելու հետ կապ չունի, ստե ինչ ուզում ես գրի, ինքը պետք է save անել։ Մի save-ի մեջ ինչ ուզենամ գրենք, դիտի կպահպանեմ։ Save-ի մեջ դու կոդ չես գրելու, Google։ Կոդը գրելու ես սովորական վիզուալով։ Բան ես գրում։ X կամ Էս հլա X-ի մասին ես ասում։ Հա, դեռ որ փակես հետո մեջը կպա։ Կոդերիդ հետ ինքը կապ չունի այս տակինը։ Բացարձակ։ Այդ հրամանները։ Հրամանները գրելով, հրամանները ամեն անգամ կարաս նույն հրամանը անդադ գրես։ Ոչ մի խնդիր։ Դա։ Այստեղ գրելս մի 10 ինչ-որ հրաման։ Մալուտ կմնա փառնում է։ X-ում փառնում է։ Նորից կանես։ Չի փառնում։ Չէ, դի պայ։ Ռեկեր չի։ Այստեղ ասպես կոպի սերվիս կոպի պես բան չկա, որ տակ մեջ է բանը կոպիանի բան։ Չէ։ Գոնե բաների անունները։ Ուգեն էս սաղ բարերը ինչ որ գրած է, ուզես չուզես, մի ամսից կլինի, երկու ամսից կլինի, աչքերդ փակ պետք է անգիր հիշես։ Էսա սպասի։ Էս ես տերետիկ։ Դիպլիկո դրենք։ Տեք ջան, հələ էսի կոպի արեք, այս։ Էսներ։ Այդ պրոստը կոպի արեք։ Engine-ով էր տղեկ, անգուլարներ։ New bar-ը ինչ որ մի բան նշումած ես տղեկ, եկեք հələ կարդանք։ Կներես ստեղծի ագրած ախտերի։ Հա։ Այստեղ NG գրած չի։ Այս սերվերը դիպլոկյանը թե երևից սդրմանի Ստեղսիկ դիպլոկյանը հսա։ Տղեկ, այս կոպիա։ Տղեկ ջան, այդ համի նայեք։ Այա, նյոն թազեն ազուտ, թաժա է։ Հա։ Պրոյկտ եք սարքում։ Պրոյկտ է սարքում։ Այն ժամանակ ոնց էինք պրոյկտ սարքում։ Հեսա մի վարկանից եկա էլի, հա։ Լավ կրեց կանի։ Հա, տղեկ, պրոյկտ ստեղծելու։ Այն ժամանակ ոնց էինք անում, տղեկ ջան, հələ եկեք նայենք։ Գալիս էինք մի հատ պապկա էինք սարքում, չի ասում էինք new folder եւ այլն, չէ՞։ Ահա, folder-ին անուն էիր տալի։ Տղեկ, այդ ամեն ինչը արդեն անում ենք չերես տերմին հա։ Okay։ Տղեկ ջան, որտեղ սարքեցիր, այդտեղ է սարքվելու։ Հիմա օրինակ իմ մոտ նայ, գրած է, այս ներքևը գիտեք ինչն է, տղեկ։ Համի նայեք։ Հələ մի կվրազնա, նայեք հələ, տղեկ, engine angular-ներ, հիշում եք։ Որտեղ engine տենանք, էդի հիշեք angular-ին եք դիմում, հա, angular-ին եք դիմում։ Angular-ին դիմում ես, ասում ես ինչ անի, ասում է new, ասում է ինչ new։ Ասում է new-ից հետո տղեկ ինքը սպասում է ինչ-որ պրոյեկտի անուն։ Գուրգեն ջան, այս մայեփը ձևական է գրած, կարամ գրեմ բան, իմս, թանգս, չգիտեմ, ինչ-որ սես բարեր կարաս գրես, հալալ ես։ Ու ինքը զոտ պապկի անունը տղեկ ջան։
Գրենք ես օրինակ կարող եմ գրեմ angular։ Բերել չի բերել։ Ինչ հուզականը չէ։ Ինչ։ Հələ enter-ը սխմի։ Ես սաղ բերել։ Մի րոպե, հələ սպաս, ալայման engineer Մսիկ չի։ engine չի ճանաչում, բանից մեջ։ Ստանդարտ խնդիր, որ կարող լինի նաև հեսա ուժակ Վիզուալը փակ ունել է։ Ну что, сало. հեսա եկա։ Հա, դե դա Մասի կարել է, կարել է, Դասին։ Այսօր բացի դե։ Չէ, просто փակեմ բացեմ որ տերմինալը հասկն է։ Նորենք նստած Angular-ը չի ճանաչում։ Եթե չճանաչես, դուրգեն ճանաչես, նա ինի մեջ լինի։ Բայց medium եմ գիտել։ Վերքա։ Դա չէ, արի նորմալ անգլի։ First project Angular-ի Yes։ Հայ հարցը դարձնում ես։ Ինչ հարցում ասա ես։ Ես ասպասի ասում չողնում։ Արի հարցը, արի պատասխանի հարցը։ Ինձ ինչ գործում։ Ինձ դες բանը։ Որովհետև կարող է ոչ դրես, տակին գործում։ Վերջերին դրել։ Սա բանի նոյես Այսինքն AWS is ինչը tomorrow Նա կրկայը որ գրմասնի բախտայի դիրում։ Հա։ Ես քաշում։ Ինքնից չջնջես քաշում։ Դրա համար ես բախտայի դիրում եմ։ Իստալը ջնջել, հա։ Չէ, իստալը քաշում եմ։ Ջնջել ինչ պետք է։ Անիստալ։ Ինչ։ Անիստալ։ Թարմասն։ Ես չես գա թարմասն։ Դե ինքը չի ճանաչում։ Ես բան չկա։ Ալրջան կոմոդ ինչ վիճակ հասել ես այս էկրանի, հա? Հա։ Այս engine new-ն արել ես, engine new Angular-ը։ Այս կապույտ հարցը տալիս, հա։
Vay. Լավ, ողջույն, թող դες մնա։ Կա։ Եմը NPM-ի պապանակուկ էր։ Միստր հատուցը վերջերի համում ենք։ Մեր երկուս այնուս էր դրան։ Դիկոյի մտքում կոնտրոլ պրոստը եղել էր մենք չկար։ Վերսիան Մի կոնֆլիկտ էր որտեղ մի քան կդում միլի վերսիաների տարբերություն էր, շատ փոքր տարբերություն։ Հենց այս պարոբլեմս մորոք դեպի դիքտա ավելի բանյա այս post problems Հա, մենք չենք ուտել։ դրանք չեն հարկը չկերը մի ստեղ էսես կրոգրած ես կոնտի էսես Հենց է բացը։ մեշնեկի Բայց դե չէ՞։ նա իսկետ անինչ է նոր ասում է վերսիա կապով Դա վեբստորի մասն է, ուրիշ գործիքա, վեբստոր Visual Studio-ի լավը։ Սովատ է կարող Tava este altnul comunicar. Դիտորս։ Մենակ տոյք, այս մասը պեսան ուշադիր կլներ, այս engineering մասը,
այս հետագատելով հարցերին, որտեղ պետք է սա որոշում, թե պրոյեկտը ինչ ձևով ստեղծել, սա շատ տարբերակներ կա, ալտերնատիվներ է տալի, հարցեր է տալի, որ ես դրա սարքի պրոյեկտը քո համար, շատ GPT է, Искусственный интеллект. ինչի, Անտոնիո, ես կոմպյուտեր ես սովոր է, եթե ջոգեսկեսի տետի չի ձրքում, զոր աշխոտում, այս դելը վեկալ, շո, տվեք, ոնց որ սաղս հասանք այս կետի, եկեք հասկանանք հիմա այս ինչ է հարցնում, ինչի համար է հարցնում, հիմա, նայեք տվեք, Angular-ի նոր պրոյեկտ սարքելուց ինքը հարց է տալիս CSS-ի ինչ տարբերակ ես օգտագործում, CSS-ի մի քանի հատ տարբերակ կա, տղեկ, մենք սովորել ենք ստանդարտ CSS-ը, բայց կա CSS-ի մի հատ ուրիշ տարբերակ, որը որ կոչվում է SAS, այսինքն, տերում եք այս երկրորդը, տղեկ, վերև ներքև ստրելկեքով կարելի է այս ցուցակի մեջ իջնել հելնել, ընտրում ենք պունկտերից երկրորդը, որը որ S CSS-ն է, հա, այսինքն մեր նույն CSS-ն է S-ով, Documentation, syntax, CSS. ինչը, S երկրորդը պրոստը, ահա, սխում ենք պրաբել, Abris, էլի դու էլ Abris, դել կային եք լավ, ես էլ եմ գալու, լավ պրծանք, Հուսամ սնտրել է, okay, լավ, ես ենք սխվում, տվեք, ու enter, Y ու enter, չէ, Y հետո enter, չէ, պրոստը Y հետո ու enter է, Սա անում է այս անվերջ պրոցեսը, թողեք ինքը իրան հանգիստ աշխատի, տղեք, հիմա գիտեք ինչ անում, գնաց ինտերնետից ինչ զիբիլ ասես բերում կծմա ձեր կամպուտերի մեջ, սա խուժանական այս այս խուժանական բանկա բերելվակ ծկով, Կարևորը տվեք մինչև վերջ վերջանա, տվեք ես պրոցեսը, ես, պրոստը, համաձայնություն ես տալի, երետաղեք ջան, տերմինալով էտ այսքան ինչ է, ոնց հաչեք, Գուրգեն ջան, սովորական բաներ կաշել, ինքը կեզի միշտ next ասախմել տալի, չէ, կնոպկով, որ բան ես կաշում, ասում next, վերջում finish, խոսքի, նույն ես տեղա տվեք, անտուտ ասում համաձայն ես, որ ես ինչ բանան ես, տեղ խոսքի մի ամիտ ես սխմել, Փոքրիկ գործիքներ են, հա, Angular սարքել ինչ է? Հեսա կնայինք կոմոդ վալություն, տիկ, այս Angular-ի պրոյկտ սարքելը, նու քանի այդ պրոյկտ ես սարքելու, մի անգամ, 4 հատ տարբեր պրոյկտներ սարքես անուններ տաս, հա? Այս մի անգամ չէ, քաշ։ Ամեն պրոյկտի համար 0-ից սաղ անում, Այսօր քաշը դառնի, եսի քաշը, չէ, պրոյեկտարան առնուժան, սարքի պրծար, հաջորդ պրոյկտ սարքելանը պրոյեկտարանը դիմեցի սար գործողություն անում եք, էդի քաշում ես անում, բայց արդեն կոմպիտ չկա, ինքը ամեն պրոյկտի համար է դա քաշն, ոչ թե կոմպի համար, պապկեն ջջես էդի կորում, կոմպիտասը պրոյեկտի մեջ, պապկի մեջ է ֆայլեր քաշն, գուրգեն, հա, վալուր ճան, կոմոտ ինչ էր, հել սպասիլ են, եղավ, հել են այն, չեմ հավադա, Համի կեցել է ես պապկի մեջ, ճաղաս, հա, ուրեմն, տայք,
Գնում ենք ձեր պապկեքը, որտեղ որ սարքել եք։ Դե օրինակ ես սարքել եմ JavaScript պապկի մեջ, բայց սխալ եմ արել։ Էսի վեկալայում այս Angular։ Angular է, չէ՞ դրա անունը։ Կամա դժվար է, ինչ ուզեք ելեք դեք։ Վեկալում եք դեք ու գցում եք ձեզ հարմար տեղում, ինքը կապ չուներ։ Կար արա դες պապկա, այդպես։ Վայ յարո, էս ինչ արա։ Ուր է այս։ Ոչ է Նիկա փոխել որը։ Կարս, բայց Այդ բանը։ Այդ չէ։ Շփոթ, էկրանից ուրիշ Angular կա չի թվում։ Project screen բրցնեմ։ Մեդիկ անեմ Որտեղ որ հարմար է քեզ գուրգենի։ Եթե քեզ ընդեղ հարմար։ Անեմ ինչ ուզում է։ Արդ։ Բա տերմինալներ բաց չէր թող։ Հետո սովորական բացում ես Visual Studio, գուրգեն ջան։ Չէ՞ Վալեր ջան, գնացինք պապկեն բացել։ Վիզուալով ես բացել, ես չեմ բացել, հեսա բացեմ։ Դա ուրիշ պապկա է, գուրգեն։ Էսա մի բան, նայենք Վալեր ջան։ Հələ ID գնացինք J տառը, Շո, եղել է։ Նո, էս սխմե։ Հələ անունը փոխի, հələ Control C արա։ Չէ, Control C։ Control C։ Իրար հետ սխմած, Control-ն ու C-ն։ Command C։ Նա հələ նորից բաց, ոչ։ Ասма ես քո ներքին ձայնն եմ վստահիր ինձ ասում, լավ բլթած, չէ։ Չէ, ձև չի։ Poisk to visual կբերի։ Միստերներ բան կա գրանցում չափել։ Գիտ նե յաբայցը բուտանից իլի դեշնի կոմանդը։ Այդ որտե գիրի գիտ։ Չէ, ստե ռակ կգնա։ Այս կնամ մի վարկեն։ Նե յաբայցը նոտրինի իլի դեշնի։ Արիր Վալեր ջան։ Հəmi elfisո, ոչ իման, են որ գնում էիր ng, նիք վրազնա, հəmi control C արա նորից, command C արա, կամ լավ, ոքեյ, տես թազը բաց, Սո, հəmi ոչ իման, աբրես, ng, չէ, command C-ն ուրիշ բաներ անում, ng, սպաս, այդ MyAP-ի փոխարեն գրի ANG խոսքի, կամ ուրիշ անուն գրի, հա, այմի enter սկմի, J տառը գրի, Y, enter, Prabel, enter, J, գնացինք, հələ որ ոնց որ հա, հեսա թողել եմ վերջանը, չէ, ինչ հա, ուզում, մի քիչ սկրոլ կանես վերև, Վալեր ջան, տնամ ինչ, այ, քեզի բան, հələ քսի հետ կտորը, ինչն էիր հարցնում, Այսօր գետ նե յաբայցը գիտ Просто
Tank vizor. Vizor. Ну что, такие всегда получается. Да, ну я Scroll-ալա ներքև, այդ force-ով, հա, լավ, okay, force-ով կանենք, չի վալոր, տերմինալը բաց, պրոստը, վալոր չան նորից, վիզվալդ, ահա, control, հələ պրոստը scroll-ալա ներքև, ստրելիշկեն վերև սխմի, հաշվի բանը, ստրելկեն վերև սխմի, ահա, պրաբել, մինուս, ահա, գրիֆ օրսը է, force, Enter-ը սխմի վալոր չան, խնդիր չի դուր, ինչ է, Ե, չէ, вообще, խնդիր չկա այդ մասով է, ներքևը եգորդը, վալոր չան, ահա, Enter, Ե, մի հատ նորից վերևի նշանին սխվիս, վերևից տրել կա, գնա ChatGPT, այն առաջի այդ մեկը Legacy Pair Depths-ը, մի անգամ կարաս ինչ ես էդի, չէ, control արածարում, control էվի չեմ գնում, տենց select անել բանը, տենց բանս չկա տերմինալում, տայք, մկնիկով select բանը, տենց բանս չի աշխատում, մենակ ստրել կա, այսքան մենակ կլավիատուրը, հələ մի հատ նորից տնամ ինչ գրիշ, կարաս նշել լնում է, բայց որ նշես ջնջես չկա տենց բան, նշես բանը, ոչ կոնսորցիա, մի վարկյան վալոր չեմ, Enter սխմիր, Կրանից չի, մի հատ նորից գետար ChatGPT, Էդ էլ կոպիալ, այդ ենց, այ ապրես, այդ վերջինը կոպիալ, ասա դե մորթել ես, ասա մետ նորմալ բանասա անենք, հա, տղիք ես, առաջին ասա անգուլարը միշտ էսա, անհնար set-up-ի վրա է գնալու սա, բանի, վալր չան, մի հատ կբացես բանը, այդ տերմինալի error-ը կոպիալա կցի ChatGPT-ին ասա վատես դու, մամ երկու խոսք ասա, Okay, արա, հլը տենանք ինչ կս, չէ, սպասի գնա հետ, հա, երկորդը ընտրի, տակից տրել կով, ահա, ես, հա, սաղ յանելով գնա, ահա, okay, հլը գրի CD տեր, պրաբել, ANG, Enter, ահա, հլը գնանք տելանք էտ ապուշի ինչ էր ասում, այդի, բանորա, կոպիալա կցին դեպ, Enter-ը սխ,
Տայք այդ պապկեն, որ սարքել եմ, մեջը լիքը բաներ կա։ Բնականաբար դա միանգամից պապ դերևս կլիկ արի, վերա այս վիզուալը մեջը բացեց, կողբեք նեյմու շատ բաներ կա տղեկ, հələ պետք չի ամեն ինչ բացեք, որտեղ խճճելու եք։ Պրոստը այստեղ որ շատ բան չի դերևս, ես շատ բան եմ։ Մի հատ դրես մեծ երկու կլիկ արի, վիզուալը մեջը բացա, օբյեկտներ ու 밑에 name էսի բանը ակա դերած։ Գալեր ինչ արիր, չջոգ ինչ բացի։ Okay, սպաս։ Գուրգեն ջան, հայ, դի բաներն է, настройки, հա? Իրա настройки-ը տենց է։ Տենց ֆայլերով է իրա настройки բաներ էլ։ Դայք ջան, Angular-ը настройка անելու, դզելու, հա, կոպիտ ասած իրա ձևը փոխելու։ Լավի կնես, այդ օրինակ ADB-ից կլիկ edit web բանը, հա, Չէ, Վալեր ջան, հələ մի վարքան մատ վերևից սլա քարա։ Չէ, Գուրգեն ջան, ամեն ինչ կոմանդով չենք անելու։ Հələ ջնջի է, դի Վալեր, այս legacy per devs-ը ջնջելով գնալ է։ Երկու հատ մեջտեղ մինուս force արա։ Օրը մի պրաբել մի դիր երկու մի տղեկ այդ Վալեր հա երկու մինուսից հետո պրաբել մի դրեք։ Հա, enter արա ահա Վալեր ջան, մի վարքան մի հատ դե սուդո բառը կգրես դեմ այդ նույնը սրա վերև արա սլա քդ ահա ամենադեմը Վալեր ջան այո բես այդպես կնա դեմը գրի սուդո բառը աբես ինտերեսանտ Всё. Հա։ Նայեք տղեկ ջան, գնամ ես բացեմ, գնացինք open folder, ես իմ մոտ բացեմ այդ պապկեն, տղեկ։ Դուք մոտ բաց, Վալեր ջան, ուր է այս անտերը։ Ինչ է դրա անունը։ Project ունի մի հատ, մեջը Angular, չէ՞։ Ահա։ Այսօր էկրանը ցե նորմալ է։ Ջան։ Էկրանը բրեգ է։ Դու որտեղ խոսես, որտեղ հարմար է։ Ոչ բացի մեջ չեմ դրել։ Չէ, ես այդ պրոստը իմ հարմարություն համար արել, որ չշփոթեմ մյուսներին, դե։ Նա տերմինալը բացեմ։ Տղեկ ջան, տերմինալում գրում ենք ng սև, տղեկ ng-ին դառնելու է ձեր ընկերը, հա?
Չէ, կարաս հենց այդտեղից է շարունակես, բարի։ Ստիկես հենց շարունակել ոչ։ Չէ, Ոչ։ բացի մի քեզ բապի մեջ։ Քեզ բապին անել չէ։ Ուրա պրոյեկտ։ Անուլար։ Չէ, դե Բապին բաց, բան։ Ուրա։ թող։ Դրա մեջ նա Չէ։ Նոր պրոյեկտ է բերել։ Պոյսկեր բանի։ Рабочий столик, Հա, ռաբոչի ստորը։ Այս առաջի պրոյեկտ։ Հա։ Այ մի Գուրգեն ջան, նորից գնում ենք view։ Ներքևը սխում ենք terminal, այս view terminal։ Այստեղ ես կամ, չէ։ Հայտի հիչ։ Բալրջան NG server գրել ենք։ Հեսա Գուրգենը բացրեց terminal-ը, հա։ Գրում ենք NG server, տղեկ ջան։ NG-ին Angular-ին խնդրում ենք, որպեսզի տղեկ բրաուզերի նման չի սովորական JavaScript ֆայլի համար, տղեկ ոչ մի բան պետք չէր նախորոք հրաման տալ եւ այլն։ Ուղղակի այդ ֆայլերը տալիս ենք բրաուզերին, ամեն ինչ ելնում է։ Տղեկ, հիմա սա միջանկյալ գործիք ենք մենք օգտագործում։ Միջանկյալ գործիքին պետք է խնդրենք, որպեսզի մեր պրոյեկտը start տա։ Տղեկ, այս նույնն է, որ NG server-ը նույն play-ն է։ Գրած այդ կոդերը, Գուրգեն ջան, պետք է play տաս, որ ստուգես։ Հա? Այսինքն գրել ես, լավ ես արում, այդ play պետք է տաս, որ հասկանաս ինչ եղավ, բայց Angular-ը մտածել է, տղեկ, որ ամեն մի հատ պռաբել ու չգիտեմ, մի հատ չրթիկ փոխելուց հետո նորից չգաս NG server անես, ամեն անգամ պատկերացրու բան փոխելուց գրես NG server։ Խախտել ես։ Տղեկ ջան, մի անգամ NG server կանում, ու վсё։ Նու, եթե փակես ես վիզուալը կամ terminal-ը փակես նորից բացես, նորից պետք է գրես NG server։ Ոնց որ stop-ա տալ ինքի play-ը։ Հա? Հենց տղեկ ջան, հենց ձեր terminal-ը փակվեց, NG server-ը stop-ա ալու։ Հա? Okay։ Գրել ենք։ Տլմփացրեք enter-ին, այո։ Ուրեմն, գրում ենք y, այսի առաջի անգամ է տղեկ հարցը մենակ, հա, y։ Այս հարցերը տալիս է մենակ առաջի անգամ։ Enter, հա, y enter։ հետո Սպասում ենք մինչև ինքը իր build-ին։ Տղեկ, համին նայեք, այ քեզ հրաշ։ Համին նայեք։ Angular-ը տղեկ ջան, սովորական ձևով չի ռանդելում ու Angular-ը տիկ ջան, չես կարող գնաս պապկի մեջից index.html ֆայլը բացես։ Ուրեմն մի հատ է, չէ՞ Պետք է տենում ես այսի որ գրած է տղեկ, այսի։ Տենում եք այսի։ Էսի copy ենք անում։ Ոնց էր Facebook-ի հասցեն։ Ճլո 10-ում ենք այստեղ։ Տղեկ հեսա ձեր պրոյեկտը։ Ոնց է փոխվում։ Ջան։ Ոնց է փոխվում։ Կարս Գուրգեն ջան, պրոստը այստեղից այսպես բան անես, նշես։ Բայց Ctrl+C չմի արեք տերմինալում, Ctrl+C անելուց մի stop եղավ կամոտ։ Տերմինալը կանգնում է։ Հա? Այսպես copy արեք, նայեք, մենակ մկնիկով ուշադիր եղեք, նայեք, մկնիկով պրոստը աչ կլիկ արեք։ Ապրես, այ։ Մեծ Google, հա։ Գնում ես Google, Գուրգեն ջան, վերև նա ճլատացնում ես, տղեկ ես պրոյեկտի է։ Ահա։ Angular-ը։ Հա, պրոստը Ctrl+V արը, վերև enter սխմի, պրոստը բացի։ Ոնց է Facebook մտնելու կամ։ Հա։ Տղեկ ջան, ձեր պրոյեկտը հիմա play եղած վիճակում, հա։ Ու գտնվում է, էսի կոչվում է port, տղեկ։ Հա, էսի բանը։ Անվանումն է port, ամեն port պատասխանատու է ինչ-որ մի գործի համար, ձեր համակարգչի վրա այս պահին գործում է մոտ եսիմ քանի հատ 100 կամ միգուցե 1000 հատ ինչ-որ port-էր կար անեղած, հա, ստարտեղած, որից մեկն է Angular-ն է։ Angular-ը հիմա գտնվում է, էսի ոնց որ ռադիոյի հաճախականությունն ասել։ Հա, ամեն հաճախականության հտակ տղեկ ջան, կարա մենակ մի հատիկ պրոյեկտ ընկածել։ 4200 հաճախականության տակ ընկածա օրինակ այս նորվա պրոյեկտը։ Ես կարամ միաժամանակ տղեկ մի քանի հատ այսպես պրոյեկտ ստարտ տամ, բայց տարբեր պորտերով, տարբեր հաճախականությամբ։ Այս $4200 Զավացք ունա 4200-ը։ 3500։ Ապրես, ես կարամ որոշեմ, բայց ցեզի էդի պետք չի։ Դա։ Ահա։
Հիմա տվեք, էսի Angular-ը, երբ որ մենք engine-ը արեցինք, տիկ, Angular-ը լիքը ֆայլեր քաշեց, լիքը պատրաստի Zavadskoy Գուրգեն ջան պրոյեկտ սարքեց քո մոտ, այսինքն կոպիտ եմ ասում, նախնական վիճակում ինչ-որ բան է սարքում, հա? Լավ, շատ լավ գժուկներ, հիմա նայեք, ուր ենք գնում, գնում ենք ամենահմենից կարևոր պապկին, տղեկ, հլես վերևի սաղ ես մանդր պապկիքը մորացեք, թե ինչա կատարվում ըստեղ, հացեք SRC պապկան, որտեղ գտնում է ձեր իրական կոդերը, տղեկ, Այս է ձեզ index.html, բացում ենք index.html-ը, տենում ենք, ինչա, խակաղ, չէ, դան է, որ Visual Studio-ի նայեք, տայեք, ոնց են բացատրել, որ այս ես ծեց, հևի նայեք, ինչա կատարում տայեք, app root-ը, ինչա, տայեք ճան, գոյություն ունի SRC պապկը, SRC պապկում են գտնում ձեր բոլոր կոդերը, որոնք որ դուք գրելու եք, ձեր բոլոր պապկիքը, տղեկ ճան, ձեր բոլոր HTML, JavaScript, CSS ֆայլերը։ Ինչու՞։ Հեսա հերթով գնում եմ Գուրգեն ջան, հələ։ Հիմի նայեք, SRC-ի մեջ գոյություն ունի index, main server, main TS, style CSS։ Այս 4 պապկին նայեք, ֆայլին նայեք։ Style CSS-ը ինքը CSS-ն է։ Նայեք, Դաժե Angular-ը տղեկ չէ, նայեք ինչով է կայ, Angular-ը ձեր համար արդեն ստրուկտուրան սարքել է, հա, ինքը թե ոնց պտի կոպիտ ասած սկսվի ու ոնց պտի շարունակվի քո պրոյեկտը, Գուրգեն ջան, նախնական դիրքով սարքել տվել է քեզ։ Ասում ախպեր style CSS-ում գրի global class-ներ, այն որ ասում էի body margin-ը սարքենք բան, 0։ Ասում այդ իսկ է պտի գրես, ասում եմ okay, padding-ը 0։ Տայք ջան, ես տենում եք ստեղ գրած չի CSS, գրածը style.css, S CSS, S-ի հիշում ես տիկ, որ հարց տվեց ասեց CSS ես ուզում, թե S CSS, ասինք S CSS, այ դրա համար էր հարցնում, որ իմանար ոնց սարքի ֆայլը, հա, բալեր ջան, ես տերմինալում նկատում եք, որ ամեն անգամ երբ որ բան եմ փոխում ու save տալի, նայ Գուրգեն ջան, հենց հերիքա մի հատ պարաբել սխպեմ control save տամ, տենում ես ինչ որ բաներ է կատարում, այս տերմինալում, տեք ջան, ինքը ձեր փոփոխությունները վարկյանական բան անում, ու ասեմ ավելին, բրաուզերում update անելու կարիք էլ չկա, ամի նայ, նայ ինչ անում, նայ, ամեն անգամ Գուրգեն ջան, երբ որ դու բան ես փոխում save ես տալի, ինքը ստեղ update անում մի անգամից, հիմա որպեսի real լինի, հիմա նայեք ինչ եմ անում, հրաշք եմ ստեղծում հեսա նայ, հեսա մի հատ բան փոխեմ, տեսեք, չէ, հələ մի բան արեք, հեսա կաշում, այս զիբիլ է տղեկ, ես իրա Zavadskoy-ի սարքած էշությունն է, հեսա ջնջելու եմ, էլ, այս բանն է, այ ապրես, հաբա գիտես երկնքից իչավ գլխում էլիս հետ, հեսա պտի ջնջենք պրոստը էտի, Հեմի լավ եկեք սենց բան անեմ, գրեմ ըստե մի հատ հաշմիկ գրեմ, գրեմ hello, հոպա, տեսար, տիկ SH-ը reload չարեց, hello որ ավտոմատ, hello որ լինու հաշմիկի մեջը գրել սենց սխմտի enter, save, control S, control S պիտից, նույնիտ, որ չանես ինքը տակից էլ է, ժամանակ առ ժամանակ ինքը տակից ջոգմա, որ բանը Պրոստը control S-ը copy paste-ի ժամանակ copy անել է, դրա մեջ որև ուրիշ է, control save, Հեմա control V-ու control C անում են, մեկը copy անում, մեկը paste անում, չէ? Մի control C, control C ու control C չէ, S, հա, control S, C չէ,
Տղեկ ջան, նայեք, հիմի այս ապապան որ կա է, Վալեր ջան, էսի ջնջենք, պապկեն էս, ֆուլ, պոլնի, կարակ աչ կլիկով անեք, դիլիթ անեք, որ հանկարծ միամից սխալ բան չջնջեք տղեկ, հա? Զիբիլանոց հա, տիկ ջան, ջնջի հեսա կասեք։ Բայց բան վերալ, ան չէ։ Точно, սպասեք, բա գիտեք ես տա, բան ջնջել։ Հատ պդի պատասխան տակ եք ձեր ջնջացիով, դե ոչ ջնջել եք, տենց է գլացեք տազեք։ Մնենք եժդեմույն ես, ապապա, չէ, պետք չի, Վալեր ջան, գալիս ենք բոդիի մեջ, տղեկ, ջնջում ենք նաև ապապա ռութ, այս։ բոդի մեջ չէ, եժդեմույն Էդ էլ ջնջեցինք, ինդեքս HTML-ի մեջից, տղեկ ջան, ջնջում ենք։ Նեղ բանասում զեշնի, թե չէի բաց է դերամար բան եղավ։ Բաղա դերամար փոխված։ Դե նոր որ փոխեցի է, HTML սարքեցի։ Ես վաղ կարա բացը չէր, թե ամենական կոնտրոլ ես անունս Տղեկ ջան, այսի ջնջում ենք, այս, գնում ենք main server TS։ Ես բանը ջնջենք, input։ Սերկուսն է ջնջում ենք։ Երկուս է։ Վերևի երկու հատ։ Առաջին չենք ջնջում, Տղեկ հլը, լավ, օքեյ, թող սենց մնա։ Հա? Չի, բան չէ, դրանց կարելի չքաշի։ Չէ, լավ, արդեն քաշի։ Պետք քաշի, ձև չկա։ Տղեկ, տերմինալում Ctrl-C ենք անում։ Տղեկ ջան, Angular-ում գոյություն ունի edge-եր, հա, edge-եր։ Տիկ ջան, ամեն ինչը, օրինակ Facebook-ում պրոֆայլը առանձին edge-ա, չէ։ Գուրգեն ջան, ինչ-որ մի նամակների տեղը առանձին է կոպիտ ասած կամ ինչ-որ չգիտեմ, նորության edge-ը ուրիշա չգիտեմ ոնց բերեմ օրինակ էլ։ Ամեն, հա, ոնց է Viber-ում կա առանձին edge, որտեղ սաղ ապրանքներն է երևում, ու կա նաև Վալեր ջան edge, որտեղ ապրանքը առանձին edge-ով է ցույց տալի։ Հիմա տղեկ ջան, տերմինալում գրում ենք ng generate բառնանում։ Հա, ng probel g անունը դնում ենք index, ջան, probel index։ Ու enter։ Սպասեք տնենք ինչ շոզ։ Error, collection of required, հա, պարտադիր, այլ։ Նաև սպասեք տնենք։ Այ տղեկ, 1000 ներողություն, բան էի մորցը, ng generate ց տառը ու նոր index։ Տղեկ ջան, ng generate ջ, նշանակում է Angular ջան, ստեղծիր, հա, ng generation, ու դրանից հետո նշում ես թե ինչ։ Էսին Վալեր ջան, տղեկ ջան, նույն component բառն է, component։ Բայց կարճ։ Գուրգեն ջան, մեր մոտ յուրաքանչյուր edge, component է կոչվում։ Հա? Ահա։ Օ, տղեկ, դեմի մի 2-3-10, զորա այդ հա։ Ես բան, ng index, ջցե, Elə həmi ինչ է։ Դե լավ, քիչ փողոքի։ Նայեք։ Հəվի, տղեկ, սարքեցինք պապկեն։ Ուշադիր որ լինեք, տղեկ ջան, ձեր ng generate index-ից հետո generate component index։ Այս արսի պապկի մեջ հայտնվեց եւս մեկը։ Այս APP-ը սարքում էլի։
Լավ, օքեյ։ Տայք ես main server-ում control Z արեք, լավ, ով իր ուզածը։ Ախպեր, ըմի ապուպը սարքեց, հա, ինչ անի։ Ալես ապուշը սենց հա սարքի, քարա։ Ստեղ կոնսոլ ձեզ անի։ Դետի control Z արեք, լավ ես ասեմ։ Բայց էլի երորը, տարմիք է, ձեր Ադեր բաշկա։ Ալեն ապուպն չպետի ջնջի ինքեր, ապուպն պրոստո պետի դատրկեի պրծնեինք։ Բերեսիք ջնջեն, տեսիք դարդեին կախպեր, ինչ դարդեր, Դեք որ խնդրեմ մի հատ էս ապուպը նորից կջնջեք, ես ասեմ ինչ անենք էլ։ Ես ինդեքս է։ Այս որ բերել է ձեր մոտ այս ապուպը։ Ապուպը դրոպ ինդեքս է։ Հա, delete folder տվեք թե դա։ Հեսա կասեմ ինչ անենք որ դզենք էլ։ Delete permanent տվեք որ ջնջի լրիվ։ Ջնջվեց Սավիկ մոտ, հա։ Ահա։ Նաթսով ChatGPT-ին հարցնում ենք ախպերս ոնց հետ բերենք այդ մեր պապկեն։ Ոստեղ կոնսոլ Z է։ Դա չի գա։ Չի գա։ Չէ, հեսա մի հատ command run կանենք գա հետ։ Գազի մեջ է։ Անի մեջ է շոկ։ Անկամ ես կոչել ջնջել, ու բան։ Մի վարքան ես անում տենեմ եթե աշխատում է, տակ նոր դիքնանենք էլ։ Հեսա դեպ այլոց, գազի մեջ է կա։ Աստանալի։ Չնորը։ Էհա, վաստո։ Էսի չի։ Գազի մեջ է կա։ Կարզինկոն դեկելնի, պալիբոն զիբիլի վետ։ Ստանում, օքեյ ստանում, բերում խցում է իրաք։ Ռոձիկով։ Ոստեղած բաները որում անում չա։ Ձերը։ Այ աստվածալը ոնց եմ զզում ես մի հատ։ Մի լուպ է։ Դայք էլ եկեք index.html, այս մասն է control Z արեք, այս ապը ռութը թող հետ գա։ Ես Index.html-ի մեջ գնացինք այս ապը ռութը կամ սես ձերով գրեք։ Հա։ absol հետ է։ Մեն սերվերը ինչ կա, չէ։ Բալը ջան կարաս դու եկնես բանից այդ ջնջած կոմպոնենտը։ Ռոձիկը եկացել։ Ես դոշտեն գնա։ Հա, դոշնի եկել է ասել։ Ապը ռութը ունե, մեն սերվերը չդարի մոտակը։ Հա։ Չէ, պրոստը անկապա։ Դե ուրիշ շա ոչ է իրա ջոգիր, պիտի իմանաս որ էթաս։ Նայեք, տղեկ ջան, ուրեմն ինչա կատարվում։ Իտոգում ունենք index.html։ Index.html-ին կարող ենք այս առաջ նախտական փուլում հələ ձեռ չտանք, հա։
Style CSS-ում միակ բանը, որ գրեցինք, այն global body-ի այդ margin pad-ին ջնջելն է, չէ՞։ Ահա։ Բացում ենք պրոստը app-ը, app պապկի։ Բայց դեռ բան կայ, app-ը space դուք բացել ես մինիմալից փակեմ։ Չէ, պետք չի, փակ։ Մտնում ենք տղեկ ջան, app component HTML, այս app պապկի մեջ կա app component HTML։ App-ը HTML է։ Ну, степени HTML փոքր ստիպ։ Այս բանն է, հա։ Հիշում եք ալբոմը HTML-ով կան։ Ինչ անեմ։ Չէ, հա, կարող է դազակ վերսև բանեն արեիմը մի հատ վերհինը։ Նայեք, տղեկ ջան, control-a ենք անում այդ էջում։ Հա, պրոստը ինչ որտեղ քլիկ արեք, որ ֆոկուսը գա այդ ֆայլի վրա, control-a ու delete։ Հա։ Գալիս ենք Angular-ի տերմինալ, տղեկ ջան։ Այստեղ։ Ու տիկ, նորից պրոյեկտը run ենք անում, Վալեր ջան, ng save։ Ահա, նորից save։ Էս Ահա։ Դու Վալեր ջան, քո մոտ եղել է, չէ՞։ Որը, հիմի մի հատ կասես, այս app-ն ունես դու։ Այ, SRC պապկի մեջ, Վալեր ջան, կա app կա։ Եղա։ Վալեր ջան, հələ էկրանը screen share կանես։ ng server-իկ տղեկ, հա։ Հիմի polni սիպտակ էկրանը տենում եք։ Այդ էր մեզ։ Index.html կմտնես այդ։ Արա չէ, դեմնարկեն։ Հա, չէ, Վալեր ջան, քո app-ն աչքից ջնջվեց ու տես ջնջված է մնաց։ Դու զիբիլի թրեշը ուր է քո։ Կոմպինը։ Հա, հենա, տիա, բաց։ Հələ app-ն գտի դե։ Չկա։ Հենա, Վալեր ջան, հենա։ Այդ աշկի տեմ։ Restore արա, չէ, հետ գնա։ Նորից մտի պրոստը թրեշ։ Ահա, հիմի app-ի վրա աչ քլիկ արա։ Put back-ը ինչ է այդ կոմոդ գրում, հա։ Ահա։ Всё։ Ահա, ձեղբար չէ։ Տղեկ ջան, այս app component HTML-ը սովորական HTML ֆայլ է, առանց վախենալու, հա։ App HTML-ը սովորական ձեր բոլոր իմացած
դիվերը, կլասները եւ այլն, հա, այսինքն չվախենալ դստեր։ Սովորական ձեր HTML-ն, okay։ Մի դեռ պետք չի կարելի սովորական HTML-ը տեքստով Ահա, Գուրգեն ջան, դա արդեն մնաց index HTML-ը։ Ուրեմն նայեք, այստեղ այստեղ պրոստը մենք դիգրենտի Սարանը հիշում ես ինչ է, հա։ Տղեկ ջան, HTML-ում Angular-ի մեջ տղեկ ջան, չկա դες բան, կա հստակ ստրուկտուրայի ծառի տեսքով է։ Այսինքն, եթե դու փաթաթելով գալիս ես տա, հա, եթե դու ունես մի հատ հստակ index HTML, մնացածը նրա մեջ փաթաթվում են պրոստը։ Չեմ ուզում այդ դրանք սա շատ մանրամասն բացատրեմ տղեկ, որտեղ դրանք առանձին թեմա անդրադառնան են։ Եկեք ուղղակի մի քանի բան գոնե ստեղ փորձենք։ Համին տեսեք տղեկ։ Գուրգեն ջան, հələ ինսպեկտը կբացես սովորական բրաուզերից, ոչ մի արտարոց բան տղեկ։ Այս Angular-ի ինսպեկտը թե addition։ Չէ, էսա, քո 400, էսա տղեկ ձեր պրոյեկտը, всё։ Չունեք ուրիշ պապկա։ Էս մի պրոյեկտն է։ Հա, այն կոպիտ ասած այն մեր JS պապկան ու ուրիշ պապկաններ որ ապարտել է, թողավ Սրանիչը լրիվ փոխավ։ Էսի լրիվ ուրիշ պրոյեկտ է, նրան ոչի կապ ունի։ Հա, բացեցի։ Ահա, տղեկ։ APP կա HTML, hello, չէ, կա CSS, չէ, հեսա բացում եմ, չէ՞, հա։ Հեսա բացում։ CSS կա տղեկ ու TS։ Տղեկ ջան, ուրեմն սենց բան կա։ JavaScript-ում, Angular-ում։ APP HTML տղեկ, APP CSS, APP HTML, դրա տալը APP Frontend server չէ, TS-ը։ բանն է, այստեղ APP sense բանն է, APP TS։ Հա, դա մի քիչ ներքև է դա։ Ահա, հա, այս общий պապկյուր պիտի խաղալ Հա, չէ, APP CSS կա, SCSS։ Общий պապկի մեջն է, հա։ Այսինքն, այս մեր ունդեղ որ գրեցին, ոչը main server, main server, հա, server TS-ի մեջ որ գրեցին, այն բոդին չէ, style CSS-ի մեջ որ գրեցին բոդին ու padding-ը, margin ու padding-ը զորը գտենի դիք global-ն, հա, APP TS-ը։ APP կոնկրետ արդեն վերաբերվում է կոնկրետ այդ edge։ Կոնկրետ այդ edge-ին։ Այո։ Ուրեմն նայեք տղեկ ջան, Angular-ում գաղափարը հետևյալն է, ասում է եղբայր common edge իմ համար մի հատ կոմպոնենտ է։ Տիկ ջան, կոմպոնենտը դի մի հատ գաղափար են հորինել։ Հուգա ջագա։ Հա? Հուգա ջագայի շրջանակները իրանք պատկերացնում են հետևյալ բանը։ Մի հատ HTML ֆայլ, բալերչը, հա, բաղադրատոքս եմ ասում։ Մի հատ HTML ֆայլ, մի հատ CSS ֆայլ, մի հատ JavaScript ֆայլ, Գուրգեն ջան։ Մի edge-ի մասն է։ Մի edge, այո։ Հա, բայց մի որ տարբերելու համար առաջի edge-ը index HTML-ն է։ Չէ, index HTML-ը edge չի համարվում։ Index HTML-ը համարվում է պապան բոլորը։ Ասենց ապից դուրս գտնվողները պապաներն են։ Ապից դուրս մի հատիկ բան ունես, դա index HTML։ Այն նրանց մինա ելը, մոռաց։ Ինչ մոռաց։ Ապի մեջն է դուք դիախտ։ APP-ն մի հատ առանձին edge։ APP-ի մեջ տղեկ ջան, հետո մենք էլի ենք edge սարքելու կամ вообще կարող է լրիվ ուրիշ ստրուկտուրա գցենք, դա հələ edge։ APP-ից դու կարաս ունես 10 edge-ը, 10 APP ունենա։ Չէ, 10 APP չես կարող ունենալ։ Նույն անունով տղեկ ջան, կարաս ընդհանրապես մի հատ ունենալ։ Հա? Այսինքն APP-ի edge առաջի։ Նայեք, հիմա, նայեք։ Նայեք։ Էսի հիմա գրում եմ, ինչ գրում եմ, տղեկ ջան, չէ՞։ Այստեղ եմ գրում։ Չէ՞ հեսա բանը։ Տղեկ, այստեղ կտենանք տարօրինակ բաներ, որոնք որ դուք չեք գրել, դուք չեք կպցրել։ Բալեր ջան, դու ոչ միտեղ չէիր գրես APP, չէ, APP root-ը դու ես գրել, սաղ դու ես մեղավոր, հեսա, index HTML-ում։ Այս վերևի head-ինը, տղեկ ջան, դուք ոչ մի բան,
Հայ սկրիպտը կբաց է, այստեղ Հետում դուք ոչ մի բան չեք գրել, ոչ մի բան, բացարձակապես, հա։ Բայց լիքը բաներ կա։ Էսի տղիկ ջան, անգուլարի կայֆը հենց այդ անգուլարը ձեր փոխարեն արդեն լիքը բան դիք։ Կապցրել է, լիքը բան արդեն արել է ու էսի հələ ուղղակի բան, շատ չնչին բաները։ Ինչա։ Ինչ գրադարան։ Ահա, Գուրգեն ջան, հիմի գրադարանները մոտավոր միլիոնից ավել են։ Հիմա այս մարդը ինչ իմանա դու այդ միլիոնից։ Ո՞րն ես։ Այդի հետո Գուրգեն ջան, դու անգուլարին կխնդրես, ինքը կգնա քո համար կբերի թազը։ Որը որ պետք է քեզ։ Դու գրելու ես Անգուլարին էլի հրաման ես տալու, որ նա ավելացնի քո համար ինչ-որ բան։ Եթե անգուլարը այդ հրամանը չունենա, ուրեմն նոդին կխնդրենք Վալեր ջան, որ նոդը գնա մեր համար, բերի ինչ-որ գրադարան։ Բարձր չէ։ Տայք, հիմա այսօր ոնց որ պլանավորվում էր, միակ բանը որ հասցրեցինք անել, դա զուտ անգուլարը նստեցնել, հա։ Որտեղ դա բավականին բարդ process է, մինչև անգլիս քթերիցը դուրս է գալի, հələ ասեմ լավ բրծանք, որ հələ բոլորիդ մոտ ռան եղավ։ Հիմա այս ուրիշ բակի կողքն է, այս վերևները։ Դրանք էլ ուրիշ Վինայք։ Պետք չի, խնայեք ձեզ։ Էսի բանն է, տղեկ, հիշում եք, որ մի հատ իմիջից պապկա էինք սարքում։ Հա։ Տղեկ ջան, public պապկի մեջ, այն որ ասում եմ, մետրոյի մեջ, Republic Square։ Այս ինչ է մեջ էս։ Դա անգուլարի այքոնն է։ Նայեք, տենում ես այս այքոնը։ Այս վերևի այքոնն է, նայեք տղեկ, տենում եք այս վերևը կպցրած։ Էսի է, էսի կարաս փոխես Գուրգեն ջան օրինակ հիմա, Favicon-ի տեղը դնես ուրիշ լոգո։ Հա։ Այսինքն մի ասի գրած HTML-ի մեջ գրած է։ Իհարկե, նայ ալը գնա index HTML, տենում ես գրած է link rel icon-ը, type image icon, էսի գիտեք։ Favicon-ի կոչի դիք։ Ահա, էսի չեք կարել տղեկ։ Տղեկ ջան, պրոստը անգուլարը ձեր փոխարեն արդեն լիքը զավացկոյու են պրիմիտիվ բաները, ինքը արդեն արել է։ Հիմա մենք որ բան դերեցինք, այս ոչում հարակը փոխել։ Պետք չի Favicon-ի տեղը փոխել։ Image-ը ջնջի, թայղը ուրիշ Favicon դիր։ Այսինքն անունը այս Favicon կետ։ Թազը նկարքցի, էսի ջնջի, տեղը անունը դիր Favicon կետիկո, հա։ Okay, տղեկ ջան, այսօր այսքանը, հաջորդ դասից արդեն տղեկ, ես անգուլարը այնքան մեծ է, որ ինքը տենց պտի պուճուրիկ այսպես բեկալենք, ուսումնասիրելով գա։ Կանցնի մի հատ։ Հա, բավուց պապկա, գաղափար, հատ, տղեկ, ես հիմա երկար պրոցես ու երկար ճամփա ենք բռնեցրել։ Հիմի որ ես աբիշնի, էլի